Վերլուծաբանների գլխավոր հարցն ամբողջ աշխարհում այս օրերին նույնն է. ինչ է անելու Թրամփը կուտակված գլոբալ խնդիրների հետ։ Վերջին տարիներին ապա համակարգային իրադարձությունների շքերթ է։ Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով աշխարհի ամենատարբեր անկյուններում մարդիկ փնտրում ու չեն գտնում լուծումներ մատուցվող աշխարհակարգի պայմաններում։ Հետևաբար գնում են անսովոր բանաձևերի հետևից։ This is an example of what I like to call mega change. We've seen Ես նման դեպքերն անվանում եմ մեգա փոփոխություն։ Ոչ ոք չէր սպասում իսլամական պետության ծնունդը, ոչ ոք չէր սպասում, որ տեղի կունենա Brexit, եւ իհարկե անսպասելի էր, որ կընտրվի Թրամփը։ Թրամփի ընտրությամբ սպասվում է ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեծ վերանայում։ Հանրապետականները կտրականապես դեմ էին Իրանի միջուկային ծրագրին, եւ Թրամփը խոստացել էր չեղարկել բոլոր համաձայնությունները։ Սա կարող է բերել նոր ցնցումների։ Եթե այդ փոփոխությունները լինի, ապա ինքը նորից վերադարձնելու է հին սանկցիաները, ինչը նշանակում է նաև մեր համար մի մեծ խնդիր նորից չկարողանալ մեկ հարևանի հետ տնտեսական համագործակցության նորմալ հարաբերություններ հաստատել։ Մյուս կողմից Թրամփը մշտապես խոստանում էր բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա նշանակում է, որ պատժամիջոցների լեզվին կփոխարինի պայմանավորվելու ցանկությունը, բայց Ռուսաստանի ու Խորհրդային Միության դեմ մշտապես ամենախիստ քաղաքականությունը վարել են հենց հանրապետականները։ Միշտ դա եղել է հանրապետականների ժամանակ։ Հետևաբար Ռուսաստանում այն հույսերը, որ ինչ որ մեղրամիս լինելու, չէ, հակառակը։ Տարբերությունը լինելու է այն, որ նոր նախագահը առնվազն փորձելու է հասնել նոր պայմանավորվածության։ Սկզբունքային անհամաձայնությանը կփոխարինի գործարքների գնալու մղումը։ Միացյալ Նահանգները կարող Ռուսաստանի հետ քննարկի ինչ որ չգիտեմ միջուկային զենքերի հետ կապված համաձայնության կա, Ղարաբաղի հետ կարան օրինակ որոշեն, որ այդ ստատուսը պիտի պահպանվի եւ ամրացվի, մերձավոր արևելքում կարող խնդիրներ ունենան։ Նախքան բոլոր հնարավոր զարգացումները դեռ պետք է հաստատվի նոր կաբինետը, այստեղ վճռորոշ կարող է լինել նոր հանրապետական պետքարտուղարի թեկնածությունը։ Անկախ ամերիկյան վարչակազմի փոփոխությունից տեղաշարժերը սահմանափակ են լինելու, փոխվելու են ոչ թե շահերը, այլ դրանք պաշտպանելու միջոցները։ Դավիթ Սարգսյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։